Ներքին գործերի նախարարությունում ստեղծվում է նոր հատուկ բաժին, որը կհետևի ատելության խոսքին, վիրավորական արշավներին եւ ագրեսիվ հաղորդակցությանը հանրային տարածքում։ Մամուկամ Դինարաձեն խոսում է նախաձեռնության մասին եւ պարզաբանում, որ պետության պարտականություն է ապահովել այնպիսի միջավայրի ստեղծումը, որտեղ այլախոհ կարծիքները պաշտպանված են եւ ատելության, թշնամանքի եւ վիրավորանքների խրախուսումը անընդունելի է։ Վրաստանի խորհրդարանի նախագահը 20 տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Չինաստան։ Վրացական պատվիրակությունը առավոտից հանդիպումներ է անցկացնում Սախալինի կոնգրեսում։ Շալվա Պապուաշվիլին հանդիպում է իր չինացի գործընկերոջ հետ։ Կողմերը ընդլայնված ձևաչափով քննարկելու են երկու երկրների միջև առկա հաղորդակցությունը։ Բաքվում անցկացվում է համաշխարհային քաղաքային գագաթնաժողով։ Միջոցառումը բացել է նախագահ Իլհամ Ալիևը։ Մասնակցում են կուսակցության 180 ներկայացուցիչներ։ Նրանց թվում են տարբեր պետությունների ղեկավարներ, խոշոր բիզնեսի, քաղաքաշինարարների եւ անշարժ գույքի կառուցողապատողների ներկայացուցիչներ։ Եվրախորհրդարանի անդամ Քշիշտոֆ Բեյցան ասում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կալանավորված է կեղծ մեղադրանքներով։ Նա տասնյակ կիլոմետր է անցել Բանդուն որդուն այցելելու համար։ Իդեպ Սաակաշվիլին կալանավորվել է կեղծ մեղադրանքներով, որոնք կապված են այն փաստի հետ, որը գումար է ծախսել Լեհ Կաչինսկու հուղարկավորության համար ծաղկեպսակ գնելու համար, գրում է Բրեյցը։ Ազգային բանկի 2025 թվականի զեկույցը քննարկվել եւ աջակցվել է ֆինանսների եւ բյուջեի հանձնաժողովի կողմից։ Հիմնական մակրոտնտեսական ցուցումները падգամավորներին ներկայացրել է Ազգային բանկի նախագահ Նաթիա Թուրնավան։ Նրա խոսքով տարեկան միջին գնաճի մակարդակը չափավոր շեղվել է 3% նպատակային ցուցանիշից եւ հասել 3.9%-ի։ Նրա խոսքով սա պայմանավորված է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներով։ Նաթիա Թուրնավայի խոսքով 2026 թվականի գնաճի կայունությունը պահպանվել է դրամավարկային քաղաքականության չափավոր աճի շնորհիվ։ Քաղաքական գնահատականների թեման ընդդիմադիր դաշինքի կողմից մայիսի 26-ին հայտարարված հանրահավաքի նախապատրաստությունն է։ Ընտրողների հետ հանդիպումները շարունակվում են։ Քարոզարշավի շրջանակներում Գյորգի Վաշաձեն եւ Զուրա Ջափարիձեն բաժանել են մայիսի 26-ի մետրոյի Դելիսի մետրոկայանի մոտ կայանալիք հանրահավաքի վերաբերյալ տեղեկատվական գրքույկներ, ծալաթերթիկներ։ Նրանք հանդիպել են քաղաքացիների հետ, խոսել բողոքի ակցիայի կարևորության մասին։ Տեղի է ունեցել Ալեկո Էլիսաշվիլիի նախնական դատական նիստը։ Գործը վերաբերում է այն մեղադրանքի դրվագին, որ նա մեղադրվում է արխիվի շենքում հրդեհի առաջացնելու մեջ։ Դատավարության ժամանակ կողմերը ներկայացրել են ապացույցներ եւ դատարանի հաջորդ դատավարության ժամանակ կքննարկի դրանց ընդունելիության հարցը։ Էլիսաշվիլին համաձայն չէ մեղադրանքի հետ եւ այն վերագրում է քաղաքական դրդապատճառներին։ Հետաքննության հետևանքում է 2025 թվականի մայիսի 4-ին տեղի ունեցած միջադեպը։ Առողջապահության նախարարությունը եւ բժշկական հաստատությունները պատրաստվում են գործարկել նոր ծառայություն հազվագյուտ նյարդամկանային հիվանդություններով, այդ թվում Դյուշենի մկանային դեստրոֆիայով հիվանդների համար։ Դյուշենից բացի սա ներառում է նաև ողնաշարի մկանային արտֆիայով եւ բեկերի մկանային դեստրոֆիայով հիվանդներին, որոնք կստանան տարբեր պրոֆիլների մասնագետների ծառայություններ։ Անվտանգ խաղալիքներ մանկապարտեզներով։ Այս թեմայով տեղեկատվական հանդիպում է անցկացրել վերահսկողության գործակալության եւ Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության կողմից։ Մասնակցել են Թբիլիսիի 190 մանկապարտեզների ներկայացուցիչներ։ Նպատակն է բարձրացնել խաղալիքների անվտանգության չափանիշների եւ գործող օրենսդրական պահանջների վերաբերյալ իրազեկությունը։ Սամգորիում անտառապարկի վերականգնման աշխատանքներ են ընթանում նախկին Վարկեթիլի ֆերմայի տարածքում։ Տարածքը կազմում է ավելի քան 8 հեկտար։ Տարածքի որոշակի մաս վերականգնումը ավարտել է անցյալ տարի։ Տարածքի ամբողջական վերականգնումը նախատեսված է տարեվերջին։ Բյուջեն կազմում է 6 միլիոն 500 հազար լարի։